Փառք ես, գոհություն քեզ, շնորհակալություն քեզ այս երեկոյի համար, քո ներկայության համար։ Փառք ես, Հիսուս, մենք փառավորում ենք քեզ։ Շնորհակալ ենք քեզանից, Հայր Աստված, շնորհակալ ենք քեզանից այն մեծ սիրո համար, որ ցույց տվեցիր մեր նկատմամբ, մեղավորներիս, անարժաններիս, ողորմություն արեցիր, քո որդուն տվեցիր մեր փոխարեն, մեզ համար խաչի վրա մորթեցիր։ Աստծո գար, շնորհակալ ենք քեզանից։ Քո թափած սուրբ արյան համար, քո երկրավոր ժամանակավոր կյանքի ամեն րոպեի վայրկյանի համար, փառք ես, ովսաններ քեզ, մեծարանք եւ գովեստ քեզ։ Հալելույա քեզ։ Օրհնիր մեզ այսօր, երկինքդ բաց, երեսդ փայլեցրա, լույսը ծակեցրա, խավարը ցրիր, բաց խոսքի դռները, սովորացրա մեզ Սուրբ Հոգի։ Տերս բերում եմ քո սուրբ ձեռքերիդ մեջ այն հազարավոր մարդկանց, ովքեր որ մեզ ուղիղ եթերով միացել են, Տեր, եւ կմիանան այսօր, ընդունելու քո ողորմությունը, բժշկարար զորությունը, քո հրաշքներով եւ նշաններով հաստատիր քո փառավոր օրհնյալ սերը։ Շնորհակալ ենք, որ պատասխանում ես մեր աղոթքներին, շնորհակալ ենք, որ լսում ես մեզ։ Փառք, պատիվ, գոհություն, շնորհակալություն, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, հալելույա, ամեն։ Փառք Տիրոջը, սիրելիներս, ինչպես որ արդեն պայմանավորվել ենք եւ արդեն իսկ շարունակում ենք ամիսներ, ստանում ենք նամակներ, փառք Տիրոջը, որ ունենք նաեւ վկայություններ, բժշկված հոգիներ։ Ամեն երկուշաբթի ժամը 6:30, ամեն չորեքշաբթի 6:30 եւ ամեն կիրակի 2:30 ուղիղ եթերով հեռարձակում ենք այս բժշկության աղոթքի ծառայությունը, որին կարող ես միանալ քո հիվանդասենյակից, այնտեղից, որտեղ որ դու անցկացնում ես քո ապաքինման ժամանակը։ Մենք հավատում ենք Աստծո ողորմությանը, խոսքին, որով Տերը մեզ հայտնել է իր կամքը մեր բժշկության մասին։ Աստված կամենում է, որ քեզ բժշկի։ Մնացած բոլոր ստերը դիր մի կողմ, իբրև քո հիվանդությունը մեղքի պատիժ է, իբրև քո կյանքի մեջ եղած այդ խնդիրները մեղքի պատիժը, Հիսուս եկավ մեր մեղքերի, հանցանքների պատիժը խաչի վրա կրեց։ Հիսուսն եկավ մեր անեծքները վերցրեց եւ իր արյունով մաքրեց։ Այսուհետև այդ ամենը, ինչ որ Տերը խաչի վրա վերցրել է մեզանից, Աստված չի վերադարձնում մեզ։ Անգրագետ, Աստծո խոսքից տգետ, անուսում, ինչ որ Facebook-յան կամ ինտերնետյան այդ լայք հավաքող ուսուցիչներին փորձեք մի լսեք։ Լսեք նրանց, ես չեմ ասում ինձ, լսեք նրանց, ովքեր որ տասնյակ տարիներ օր ու գիշեր անցկացնում են Աստծո խոսքի մեջ, ոչ թե իրանց մեքենայի ղեկին որոշում են ինչ որ ամբախ զամբախ թեմաներ խոսան, ստեղից ընդեղից լսած, այլ նրանց, ովքեր որ տասնյակ տարիներ աղոթքով ծառայել են Աստծուն եւ Աստծո կողմից կանչված անձնավորություններ են, ոչ թե պատահական ինչ որ միրուք պահած արտաքին երևույթով ինչ որ նորամուծ փիլիսոփաներ։ Ուզում եմ հայտնեմ քեզ, որ Աստծո կամքն է, որ դու բժշկվես, որ դու ազատագրվես։ Եթե մի ասա, եթե քո կամքն է ինձ բժշկի, իր կամքն է, ասա ես ընդունում եմ քո բժշկությունը։ Եթե Եսային ասում է, մենք նրա վերքերով բժշկություն ստացանք, ուրեմն նրա վերքերը չէին կարող մեզ այլ բան փոխանցեին։ Աստծո կամքն է, որ դու բժշկվես։ Մենք բոլորս էլ ամփոփության պատճառով կարող ենք տարբեր հիվանդություններ ձեռք բերենք, բայց դա Աստծո կամքը չի։ Աստծո կամքն է մեզ բժշկի։ Եվ ես ուզում եմ այսօր նորից կարդամ այս
հրաշալի համար Աստվածաշնչի Եբրայեցիների 4-րդ գլուխ 15 համար, որովհետև ոչ թե այնպիսի քահանայապետ ունենք, որ չկարողանա, ոչ թե այնպիսի քահանայապետ, որ չկարողանա մեր տկարությունների հետ կարեկից լինել, այլ մի այնպիսի, որ ամեն բանով փորձված, մեր նմանությամբ, բայց առանց մեղքի։ Պողոսն ասում է ուրեմն համարձակությունով մոտեկանանք դրա շնորհքի աթոռին, որ ողորմություն ընդունենք եւ շնորհ գտնենք։ Պատշաճ ժամանակին, այսինքն նա քո բժշկությունը եւ քո ազատագրությունը եւ քո կյանքի խնդիրների լուծումը երկար process-ի մեջ կամ անտեսված չի թողելու, այլև որ դու լինես հետևողական նրա հետ հաղորդակցության մեջ, նրա ողորմությունը եւ շնորհքը շատ կարճ ժամանակում, պատշաճ ժամանակի մեջ, շատ ճիշտ ժամանակի մեջ չի երկարելու դա, գալու է եւ քոննա լինելու։ Միտեղ Տեր Հիսուս Քրիստոս ասեց, երբե երկրի վրա 2-3 հոգի իմանով հավաքվեք, միաբանվեք ինչ բանի համար, որ խնդրեք, պիտի լինի ձեզ։ Որովհետև որտեղ որ 2-3 հոգի հավաքվեք իմանով, որտեղ որ նորուխտում հատուկ տեղ չկա, որտեղ որ Տերը մեզ ավելի լավ կլսի, որտեղից որ մենք ավելի լավ Աստծո համար հասանելի լինենք։ Չկա այդպես բան։ Մարդիկ ասում են գնանք էս ինչ սարի վրա, ինչ տեղի վրա, բայց ավետարանն ասում է, որ որտեղ որ 2-3 հոգի, որտեղ որ, այսինքն կապ չունի տեղը։ Իմ անունով Տեր Հիսուսյանով հավաքվեն, ասում է ես այնտեղ եմ։ Այսինքն ոչ թե մենակ Տերը մեր աղոթներին լսում է, պատասխանում է, այլ ինքը գալիս է մեր մեջ։ Ինքը ներկա է լինում մեր մեջ։ Իսկ եթե Տերը ներկա է, ուրեմն հավանականությունը քո աղոթքների չլսելու զրո է։ Քո աղոթքների պատասխանը չստանալու հավանականությունը զրո է։ Քո աղոթքների պատասխանը 100%-ով պատրաստ է։ 2026 տարի առաջ արդեն նա պատրաստեց քո աղոթքի պատասխանը եւ գիտեր, որ դու ծնվելու ես եւ դու ունենալու ես իր կարեկցանքի կարիքը առավել քան երբեք եւ որոշ բաներ մեր կյանքում ուղղակի եկել են, որ մենք ավելի մոտիկանանք Տիրոջը։ Եվ ուզում եմ քեզ վստահ ասեմ, որ մենք ունենք հրաշալի քահանապետ, որը ունի զորություն եւ կարողություն մեզ կարեկցելու։ Չեմ ուզում շատ ուշացնեմ, միացիր մեզ, դիր քո ձեռքդ քո հիվանդ տեղիդ վրա, ծնկի արի, Տիրոջ առաջ, որտեղ որ գտնվում ես, խոնարհվիր նրա ներկայության մեջ եւ նրա աստվածային ուժն ու զորությունը կփվի քեզ եւ դու կազատագրվես հենց այսօր, հենց այսօր, հենց այսօր, հենց այս աղոթքի ընթացքում։ Փակիր քո աչքերդ, որպեսզի չշեղվես որևիցե մի երևույթային առարկաների վրա։ Եթե քո երեխայի համար ես աղոթում, կարող ես գրկես քո ձեռքը դնես իր հիվանդ տեղին, միասին աղոթեք։ Եվ այսօր այն ինչ որ մենք պետք է խնդրենք Տիրոջից, միաբան այստեղ Տիրոջ եկեղեցու հետ միասին պիտի լինի ամեն աղոթողի համար։ Մենք փառավորում եւ մեծարում ենք քեզ Հայրս, շնորհակալության եւ գոհության մեջ աղոթքն ենք բարձրացնում, նախապես խոնարհվելով եւ մեծարելով քո սուրբ ու պատվական անունդ Հայրս, որ մեզ ողորմել ես, որ մեզ սիրել ես, որ մեզ արդեն քո ողորմությամբ եւ քո շնորհքով ողողել ես։ Շնորհակալ ենք քո ներկայության համար, իսկ որտեղ որ քո ներկայությունն է, դու լույս ես, խավարը չի կարող լույսի մեջ, խավարը ցրվում է։ Եվ այդ խավարի ցրվելը իրական է, Տեր։ Շնորհակալ ենք քեզանից Հիսուս, թափածը տարյան համար, չարչարանքների համար, հնազանդության եւ հոր կամքի մեջ մնալու համար։ Փառք է Սուրբ Հոգի, որ եկար մեզ մոտիկացնելու մեր Տիրոջը, նրա խոսքի մեջ ապրեցնելու մեզ, նրա կամքի մեջ մեզ պահելու։ Մենք փառավորում եւ մեծարում ենք քեզ։ Մենք շնորհակալությամբ, գոհությամբ
եւ խոնարհությամբ երկրպագում ենք քեզ։ Փառք քեզ։ Դու արժան ես Տեր, դու արժան ես, դու արժան ես, արժան ես փառքերի, արժան ես պատվի, արժան ես մեծարանքի, արժան ես Տեր, արժան ես Տեր։ Շնորհակալ ենք քեզանից քո լույսի համար։ Փառք քեզ։ Բոլոր այն պատասխանների համար, այն բոլոր մեր խնդրանքների եւ աղոթքների պատասխանների համար, փառք քեզ։ Ես բարձրացնում եմ ձեռքերս ամեն սատանայի խավարի դիվային ուժերի, ամեն հովերի, ծովերի, փոթորիկների, ամեն հիվանդությունների եւ ցավերի վրա քո անունով եմ բարձրացնում Հիսուս, խափանելով, կապելով բոլոր այն հիվանդությունները, ցավերը, որի համար հիմա մեզ միացել են այս տեսախցիկից այն կողմ աղոթող երեխաները, մանուկները ու պատայները։ Տեր, այսօր ինչքան շատ երեխաներ կան, որոնք քո ողորմության, քո կարեկցության կարիք ունեն, Տեր, սխալ սննդի, սխալ տարբեր տեսակի հասարակության մեջ եղած սկզբունքների, դաստիարակությունների պատճառով, Տեր, ողորմած Աստված, վեր առ այդ հիվանդությունները, եւ ես Հիսուսի անունով հալածում եմ, քշում եմ բոլոր այդ հիվանդությունները, ֆիզիկական, հոգևոր, մարմնավոր, Տեր Հիսուսի անունով վերքերիդ բժշկությունն եմ հռչակում։ Փառք ես, հպվիր Տեր։ Բոլոր այն հիվանդներին, ովքեր որ հիմա միացել են մեզ, կանայք, տղամարդիկ, Տեր, իրանց հիվանդության մահիճների մեջ, իրանց հիվանդասենյակներում, քո բժշկարար զորությունդ եմ խոսում, որ իջնի եւ վեր առնի ամեն ցավ, մկաններից, հոդերից, նյարդերից, երիկամներից, աղեստամոքսային ամեն հիվանդությունները, Տեր, սրտանոթային ամեն հիվանդությունների վրա խոսում եմ քո բժշկարար զորությունը եւ ազատագրությունը եւ սաստում եմ ամեն խավարի սպառնալիքները, հիվանդության մտքերը, վախերը, տագնապները, դեպրեսիաները, ստրեսները դուրս հալածում ենք այստեղ կանգնած քո անունով, Տեր Հիսուս։ Փառք քեզ, փառք եւ պատիվ քեզ, մեծարանք եւ գովեստ քեզ։ Քո վերքերի հրաշալի բժշկություն եմ խոսում ամեն խոցերի վերքերի վրա, խավարի դեմ բացված ամեն դռները խոսում եմ որ փակվեն, կախարդությունները, թուղթուկներ անեսները Հիսուսի արյան մեջ ենք բերում, Տեր, ամեն տկարները քո հիվանդության, բժշկության մեծ գրավականը նա է, որ դու Հիսուսին Տեր ու Փրկիչ ընդունես, եթե դու երբեք չես աղոթել եւ սրտանց չես դարձել քո մեղքերից, որոնք պատճառ են խավարի ուժերի մուտքը քո կյանքիդ մեջ, ասա Հիսուս, ես ընդունում եմ քեզ իմ սրտիս մեջ, որպես Տեր ու Փրկիչ, ասա քո արյունով մաքրիր ինձ, ներիր իմ մեղքերը, որտեղ որ լինես, եթե այս աղոթքն ես նույն վարքյանին ներումը ստանում ես։ Այս ժամանակավոր կյանքի մեջ է, որ Աստված մեզ ներում է, կյանքից հետո, այս կյանքից հեռանալուց հետո էլ ներում չկա, չկա այդ ամենը սուտ է, չկա այդպիսի բան, որ կմեռնես, կաղոթեն, դրախտ կգնաս, ոչ, մարդուն մեկ անգամ տրված ապրել եւ մեկ անգամ մեռնել եւ կանգնել դատաստանի առաջ։ Այստեղ ենք որոշում, փրկված ենք, ներված ենք, հավիտենական կյանքի ժառանգորդ ենք, Աստծո որդի ենք, թե ոչ։ Ասա Հիսուս, մաքրիր ինձ քո արյամբ։ Ես ընդունում եմ քեզ իմ սրտիս մեջ որպես միակ Տեր ու Փրկիչ։ Ասա ներիր ինձ բոլոր իմ գործած մեղքերս ու հանցանքներս իմ կյանքիս մեջ։ Եվ լցրա քո Սուրբ Հոգով եւ պահիր ինձ ամեն տեսակի քեզ համար անհաճելի արարքներից։ Հենց որ ասում ես Տիրոջ ներումը գալիս է, նա չի ուշացնում։ Եվ հիմա երբ ասեցիր ներիր ինձ եւ ասիր քո արյունով սրբի, նրա արյունը եկավ եւ սրբեց քեզ։ Երբ որ դու աղոթքից վեր կկենաս, կզգաս ինձ թեթև ես, ոնց որ քեզանից 100 կիլո բեռա գնացե։ Դա քո մեղքի բեռն է եղել, որ քարշ ես տվել քո կյանքի ընթացքում։ Ամեն մեղք իր հետ բերում է հոգևոր ծանրություն,
ամեն մեղք մեր կյանքում բերում է անհասկանալի մի ծանր իրավիճակ, մի կշիռ ավելանում կարծես մեր կյանքի վրա ու մենք այդ բեռը կրում ենք, բայց Հիսուսի արյունը մեկ վայրկյանում հոդս է ցնդեցնում եւ մաքրում է եւ վերցնում այդ բեռը եւ ես Հիսուսի արյան զորություն եմ խոսում քո հոգու մտքի սրտի կյանքի վրա ամեն մեղքերից ամեն անեստներից ազատագրվելու համար եւ ամեն մեղքի կապանքներից սովորություններից չար սովորություններից քերություններից ազատագրվելու համար հիմա խոսում եմ ազատագրություն եւ սաստում եմ այն բոլոր դևերին որ կանգնած են բոլոր քո սովորությունների հետևում օ հալելույա Փառքես օ մենք փառավորում ենք քեզ մենք մեծարում ենք գոհանում ենք օրտում ու փառավորում ենք քեզ այս երկրպագության այս հրաշալի երկի Գովաբանության այս երկի ընթացքում մենք շարունակելու ենք աղոթել մնա Տիրոջ ներկայության մեջ մնա աչքերդ փակած մինչև ես չեմ ասի բաց մնա ծնկած կանգնած կանգնած թող Տիրոջ ներկայությունը գա եւ լցվի բոլոր հիվանդասենյակներում Տեր Հիսուս քո ներկայությամբ լցրա Հայաստանի բոլոր հիվանդանոցները բոլոր ծերանոցները որբանոցները բերդերը բանտերը գաղութները լցրա քո ներկայությամբ բանակում ծառայողների Տեր Աստված, այն բոլոր կացարանները, քո ներկայությունը կա, բոլոր որբերի, որբևայրիների, անտուն, սոված, անտեսված, աղքատ, կարիքավոր ընտանիքների մեջ Հայաստանի բոլոր գյուղերում և շրջաններում, այցելիր Տես, Հիսուսի անունով աղոթում բոլոր նրանց, ովքեր որ անտեսված են, ովքեր որ Տեր Աստված հուսահատ են, այսօր թող քո հույսը լցնի նրանց սրտերի մեջ, քո սերը նրանց կյանքը փոխի, ազատագրություն եմ խոսում եւ քանդում եմ այդ սատանայի վերած կապակներն ու շղթաները Հիսուսի անունով աղոթում եմ բոլոր այդ բժիշկների համար ովքեր որ բարդ վիրահատություն են անում վիրահատարաններում Տեր ես աղոթում որ նրանց ձեռքերով դու հրաշքանես Փառքես Տեր քո բժշկականություն եմ խոսում քո բոլոր հիվանդանոցների վիրահատարաններում բոլոր այն բժիշկների վրա որոնք հիմա բարդ եւ մարդկանց կյանքի հետ կապած վիրահատություն են անում քաղցկեղի, սրտի, տարբեր իմաստություն դուր Տեր այդ վիրահատություններ անում ես խոսում որ քո ողորմությունդ գա այդ վիրահատարաններում պարկած հիվանդների վրա որ բժշկվեն, ազատագրվեն, խոնարհվեն, դառնան, քեզ ճանաչեն Հիսուս հայտնի քեզ Հայաստանն է բերում քո ձեռքերիդ մեջ ողորմություն եմ խնդրում հայազգի սարդության համար փրկության ու ապաշխարության որ սղճման ու ապաշխարության հոգի գա Տեր այս հրաշալի հարության տոների մեջ քո փառքդ երևա եւ քո անունդ կանչողների թիվը ավելանա Տեր Հիսուս 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 Եվ Աստված այնպես աշխարհ Հալելույա թող քո բժշկարար զորավոր ներկայությունը Տեր շարունակի մաքրել ու ազատագրել բոլոր այն մարմինները բոլոր այն հոգիները բոլոր այն ֆիզիկական անձերը որոնք հիմա վստահել են քեզ իմ հզոր քահանայապետ Փառքես Աղոթում եմ բոլոր նրանց համար ովքեր որ ձայնագրությունը կդիտեն Տեր որ նրանց վրա այդ քո շնորհքն ու ողորմությունը կա Հիսուս հալելույա Փառքես Տեր Փառքես Հայր Աստված Ով սուրբ ոգի հպվիր ես աղոթում եմ որ քո հրաշքների պարգևը բժշկության պարգևը զորությունների պարգևը ազատագրությունների պարգևը գործի որ ամեն ցավ ամեն հիվանդություն ամեն ուռուցք հենց հիմա խոսում եմ որ անհետանա ամեն հետաստասները ներծծվեն ասա ամեն եթե հիվանդ ես ասա ամեն երբ որ դու ասում ես ամեն դու համաձայնվում ես ինձ հետ իսկ համաձայնությունը դա բժշկություն է բերում որտեղ ասում է 2-3 հոգի եթե երկրի վրա համաձայնվեն երբ որ ես աղոթում եմ դու ասա ամեն որտեղ սա քո համաձայնության
խոսքն է Հալելույա Անկեստեր Աստված սեր է անսահման Չկա ուրիշը նրա Շնորհակալ եմ քեզ Թող քո ներկայությունը լցնի մարդկանց սրտերը Թող քո կենդանությունն ու զորավոր, փառավոր շնորհքը հարուցյալ զգան եւ շոշափեն Միայն նրանք ովքեր որ խոսքով են քեզ պաշտում Հիմա թող իրանց սրտերի մեջ Տեր իմ Աստված քո սուրբ հոգուց զորությամբ Գա վերստին ծնունդ Փրկության հավիտենական կյանքի խոսքեր Եվ ես աղոթում եմ, որ Տիրոջ հոգին առաջնորդի քեզ, որ դու սկսես կարդալ ավետարանը Եվ Աստծո հետ անմիջական հաղորդակցություն ունես, որովհետև Աստծո խոսքը դա անմիջական Աստծո հետ հաղորդակցվելու միջոցը Ոչ թե ստեղից ընդեղից լսածներդ լինեն քո առաջնորդությունը Աստվածպաշտության մեջ, այլ Մաթեոս ավետարանը, Մարկոս ավետարանը, Ղուկաս ավետարանը, Հովհաննես ավետարանը Պողոս առաքյալի եւ մնացած առաքյալների թղթերը կարդա եւ այն ամենը ինչ որ գրված է պահի եւ ինչ որ գրված չի եւ դու դրանք անում ես դեն գցի որտեվ այն ինչ որ էս խոսքի մեջ է գրած որտեվ միայն սա է մնացած օժանդակ գրականությունը դա մարդկանց գրած գրքեր են միայն սա է Աստվածաշունչը հին եւ նոր կտակարանից նոր կտակարանը մեր ժամանակաշրջանի վերաբերվող բոլոր այն մարդկանց ովքեր որ ծնվել են այս ժամանակաշրջանի մեջ Քրիստոսի ծնունդից հետո մենք ունենք իրավունք եւ իշխանություն Հիսուսի անունով Աստծո հետ մեր հաղորդակցությունն ու հարաբերությունը վերականգնելու։ Սկսի կարդալ ավետարան, Տերը օրհնի քեզ, կարող ես մեզ անձամբ այցելես ամեն երկուշաբթի ժամը 6:30, ամեն չորեքշաբթի 6:30, ամեն կիրակի 2:30, Արաբկիր համայնք, Երևան, Վաղաշ Վաղարշյան 12 հասցեով։ Տեր օրհնի, մնաս Աստծո խաղաղությամբ կհանդիպենք կիրակի օրը 2:30։ Հալելույա։